Պարոն Կարապետյան, ձեր այն հայտարարությունը, որ իշխանության վերընտրվելու դեպքում անխուսափելի է, որ 300,000 ադրբեջանցիներ կարող են վերադառնալ եւ բնակություն հաստատել Հայաստանում, իշխանությունը Նիկոլ Փաշինյանը այսպես է արձագանքում, ես մեջբերեմ ձեր թույլտվությամբ, նա դեռ տասնամյակով շարունակ չի կարողանալու հեռանալ Հայաստանի Հանրապետությունից, խոսքը ձեզ է ուղղված, նա պիտի գտնվի քրեակատարողական հիմնարկում որպես լրտես, ձեր մեկնաբանությունը։ Սկսեմ վերջից, ես չեմ էլ պլանավորում այս տասնամյակում հեռանալ Հայաստանից։ Ես պլանավորել եմ աշխատել հայ ժողովրդի համար։ Դրա համար մենք շուտով տոնելու ենք մեծ հաղթանակ եւ Փաշինյանը շատ ճիշտ է ասում։ Ես մնալու եմ, իսկ որտեղ եմ ես գտնվելու, վստահ եղեք, ես եմ որոշելու։ Փաշինյանը հունիսի 7-ից հետո ոչ մի որոշում չի կարող կայացնել, առավել ևս իմ ապագայի մասով։ Ինքը ավելի ճիշտ կանի, թող երկար մտածի իր եւ իր խմբակի ապագայի մասին։ Իսկ ինչ վերաբերվում է ադրբեջանցիների Հայաստան գալուն, մարդկանց թվում է մենք ինչ որ նախընտրական քարոզարշավ ենք այդ հարցով իրականացնում։ Դա արդյունք են այն հայտարարությունների, որ մենք ամեն օր լսում ենք Ալիևից եւ իր օգնականերից։ Եթե չկա այդպիսի բան, ես առաջարկում եմ, թող Փաշինյանը վաղ առավոտյան հայտարարի, որ հունիսի 18-ին, 19-ին Նախիջևանում Ալիևը չի կարող անցկացնել փառատոն, մեր բոլոր անհանգստությունները նրանից են, որ այս մարտը չի կարողանում հակաճառել Ալիևի հետ, հակաճառել Ադրբեջանի մոտեցումների հետ, հակաճառել բոլոր այն վտանգավոր հայտարարությունների դեմ, որ արվում են մեր երկրի եւ մեր ժողովրդի հասցեին։ Դրա մասին ենք մենք խոսում։ Մենք դա չենք օգտագործում ձայներ հավաքելու համար, բայց մենք պարտավոր ենք ամեն օր թմկարել մեր անհանգստությունները, քանի որ տեսնում ենք թույլ եւ ամեն օր թուլացվող կառավարություն, դա ուղղակի վտանգ է մեր երկրի համար։